մեր հյուրերը ասման նենց հումորով են։ Սկուտերով են եկել։ Անցնենք առաջ, հեռուստադիտողներ, ինչի մասին ենք խոսելու։ Ոչ ջրհեղեղների մասին ենք խոսելու։ Խոսենք պատերազմներից։ Ոչ էլ խոսելու ենք ոնց ասած Արմենը այն բաներից։ Բարիերներից։ Հակուղիներից, որոնք բանի համար էին։ Ջրհեղեղները կանգնացնելու։ Մի կարտոն չկար, դնեիք այդտեղ չլցվեր այդ ջուրը։ Լավ։ Լրջանանք, ասում եմ հասկանանք ինչի համար ենք հավաքվել Սանկտ Պետերբուրգում կայացած Բրյանցևի անվան միջազգային 26-րդ փառատոնում Գազպրոմ Արմենիա ՓԲ-ուսումնա սպորտային համալիրի հիմնարկի Գաուս թատերախումբը դարձել է գլխավոր մրցանակակիր։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից Ռուսաստան ժամանած 12 թատերական խմբակներ ու ստուդիաներ։ Այս ամենի մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ թատերախմբի գեղարվեստական ղեկավար դերասան բեմադրիչ Արմեն Քուշկյան, մեր շատ լավ ընկերը, դպրոցի եւ թատերախմբի սաներ Գրետա Սարգսյան, Մերի Գրիգորյան։ Բարև ձեզ։ Բարի օր, բարի առավոտ։ Շնորհավոր։ Շնորհակալություն։ Լավ էր զգացողությունները։ Ֆանտաստիկ զգացողություններով ենք եկել, անսպասելի զգացողություններով։ Չէ, երեք չէր, այդ Այսինքն ջրհեղեղին էստեղ։ ջրհեղեղից առաջ Բրավո։ Հիմա երբ որ ջրհեղեղից խոսում են, չգիտես որ ջրհեղեղի մասին է խոսքը։ Դե հիմա կբաժանենք այսուհետ առաջ եւ հետո, հա։ Մերը ջրհեղեղից առաջ էր։ Հա։ Փառատոնը։ Բախն է բերեք։ Հինեք։ Փառատոնը իրականում շատ լուրջ փառատոն էր եւ մենք շատ պատահական հայտնվեցինք այդ ցուցակում, որովհետեւ մենք չգիտենք փառատոնի մասին։ Իմ ընկերներից ասեցին Կարոն Բալյանը, ասեց, այս տեսակ փառատոն կա ու մենք հայտ ներկայացրեցինք, առանց որևէ ակնկալիքի թե մասնակցություն կլինի, բայց արի ու տես մեզ զանգեցին, ասեցին դուք անցել եք նախընտրական փուլը եւ հավաքեք ձեր ճամպրուկներն ու եկեք։ Ու մենք գնացինք, բայց այնտեղ այդ լուրջ փառատոն է, ես գիտեմ եւ գիտեմ նաեւ ովքեր կարող են մասնակցել։ Այնտեղ դե պատկերացրեք, եթե Մոսկվան վերցրեց երկրորդ տեղը, Բելարուսը վերցրեց առաջին տեղը, 200 խմբերից ընտրվել էր 12 խումբ։ Հայաստանից 15 հայտ է եղել, որից ընտրել են մեզ։ Եվ ով էր ընտրողը, իրենք։ Հա, հանձնաժողովը իրենց։ Իսկ եթե Բելարուսը առաջին տեղն ավերցի գլխավոր մրցանակ, այսինքն Grand-Prix, հենց այդ մենք էլ չգիտենք որ Grand-Prix կա։ Մենք սպասում էինք գնում էր երրորդ տեղ, լավ չկանք, երկրորդ տեղ չկանք, առաջինն ենք ուրեմն, առաջինն էլ չկանք, ես մտածում եմ Արմեն, ի՞նչն ես դու սխալ անում։ Ինչ որ բան սխալ ես անում ուրեմն։ Ու մեկ էլ հայտ իսկ հիմա Grand-Prix-ն ու վաու։ Մենք չենք սպասում բացարձակ, մենք այդ միտումները չունենք, մենք գնում ենք, ես երեխեքին ասացի, մենք գնում ենք ծանոթանալու, տեսնելու, շփվելու, նոր կապեր ձեռք բերելու, հասկանալու ինչ են սիրում իրենք, ինչպիսին է իրենց պատանեկան թատրոնը, որովհետև իմ համար անծանոթ դաշտեր է։ Բայց ինչ եք տարել, ինչ ներկայացում։ Ոսկե ձկնիկը։ Պուշկինի ոսկե ձկնիկը, բայց հայկական բանով։ Հայեր են, չէ։ Չէ, մենք խաղում ենք ռուսերեն եւ ամեն օրվա ավարտին ներկայացումներ նայելուց հետո թատերագետը քննարկում էր ունենում, թատերագետներ եւ իրենք բան էին անում։ Ինչ որ ցանկություններ, լրացումներ, որ ներկայացումը ինչով էր լավ, ինչով էր վատ, երբ որ հերթը հասավ մեր ներկայացմանը, սենց արտահայտություն արեց այդ թատերագետն, ասեց Պուշկինը խաղալ Շեքսպիրյան կրքերով եւ պարավի կերպարը հասցնել Լեդի Մակբեթի ողբերգության, մենք չէինք սպասում։ Ու այն որ ասում է չիմանայինք որ ձեր խումբը Հայաստանից եկե, մենք մտածենք թե իրենք լեզվի կրողն են։ Ով է պարավը։ Գրետա։ Իմ պրիմա դերասանուին։ Վահան պարավ է խաղում համարվելի տարիքից է խոսում։ Ասում լավ խաղացել ես, թե լավ բեմադրել են։ Եթե լավ չխաղար, ինչքան լավ բեմադրես չի ստացվելու։ Հա։ Ամբողջ ներկայացման ծանրությունն իրականում հենց Բելայի Գրետայից վրա է եղել, Բելան Գրետի քույրիկն է։ Գրետից վրա է եղել, որովհետև ներկայացում ենք տենց էլ հավաքել էինք իր շուրջ ամեն ինչը, ամբողջ աշխարհն է պատտվում իր շուրջ։ Խոսեք, պատմեք, թե չստացվեց իմ մենակցությունը։ Հիմա տեսեք, համեմատությունները շատ լուրջ էր, էլի, Լեդի Մակբեթ եք անքասանք, սովորաբար միշտ հարցում են ասում են լավ ինչի մասին է ոսկե ձկնիկը, այննեկն ասում է ագահության, չգիտեմ, շատերն ասում են որ դա սիրո մասին է, ինչի մասին է ոսկե ձկնիկը։
Մեր ներկայացում ինձ համար իրականում մենք շատ ենք փոփոխել սցենարային, թեկուզ եւ տեքստային, ընդհանուր սյուժետային փոփոխություն չի եղել, բայց 3 կերպարն էլ Ձուկը, ես էի Ձուկը, Գրետան տատը եւ Դավիթով խաղացել էր Պապիկի դերը, 3-ս էլ մեր ողբերգությունն ունենք։ Ու վերջում տատը խելագարվում է, Ձկանը սատկացնում է, իսկ Պապը այդպես էլ մնում է այդ խելագարված տատի հետ ու ներկայացումը վերջում սկսվում է նորից։ Ոնց որ կյանքում է, էլի։ Պապը մնում է խելագարված տատի։ Դե հիմա դա է։ Բայց ներկայացումը վերջում սկսվում է նորից Գրետայի խոսքով, որ ինքը նորից սկսում է պատմել նույն պատմությունը։ Այսինքն ներկայացումը սկսվում է վերջից։ Մենք տեսնում ենք Պարավին թագու շորերով եւ ինչ որ ծռմռված թագ գլխին դրած եւ ինքը սկսում է պատմությունը հիշել, վերհիշել ինչ է կատարվել իր հետ ու մենք գնում ենք հետ։ Շատ ճիշտ ասեց Մերին, երեքն էլ իրենց ողբերգություն ունեն, որովհետև երեքն էլ իրենց մեղքի բաժին ունեն այս պատմության մեջ։ Ձուկը, որը հա մի անգամ տվեցիր այդ տաշտակը հասկացանք, երկրորդ անգամ գալիս են դու էլի տալիս ես։ Երրորդն են գնա ինչքան գամտի տաս, հա։ Դրա համար պատասխան տաս չի կարելի անընդհատ բաշխել ու բաշխել։ Դա իր առաքելությունն է։ Ահա, այդ տատին էլ ասում է, գալիս ասում է, քո առաքելությունը ոսկե ձկնիկ լինելն է։ Եթե դու սովորական ձուկ ես, դադարում ես լինել ոսկե ձկնիկ։ Այո, եթե դու չես տալիս, դու դադարում ես, հետեւաբար եթե դադարում ես, а где у нас обычная рыба? На сковородке. На сковородке у нас обычная рыба. Так что դու ես սկսել ես խաղի պայմանը դու ես թելադրել, դու ես ասել պապիկին բաց թող կտամ, ինչ ուզես։ Ես ուզում եմ դատալ ծովերի տիրոյի, դուր։ Բայց այստեղ հարց է առաջանում, պապիկն ու տատիկը քաղցած են, թե չէ։ Պապիկը այլևս այդ քաղցածության բանը չունի, որովհետև տատին է սախուտում։ Պապիկը այլևս ինչ ասես, ինչ ծանոթ իրավիճակ է։ Շատ վատ եթեր այսօր։ Չէ, լավ եթեր։ Թատերագետը շատ լավ։ Արմեն դու ես չէ բեմադրել։ Դե դրա համար շատ եմ խոսում։ Հետաքրքիր Ինչպես բոլոր ռեժիսորները։ Բայց հետաքրքիր է, այնուամենայնիվ ասում եմ փաթնգավ դες։ Ես գիտեմ նաև քեզ համար որպես ուսուցիչ, հա, ինչ հիմքեր ունես դու կրթվածության ու բեմադրության։ Վայ շավերձյան։ Այո։ Ամեն ինչ ասած։ Եվ այդ շերտերը իր մոտ շատ են կերպարների ընկալման, եւ ես իր հետ մագիստրատուրայի տարիներին հասկացա, որ ես նորից ընդունվել եմ, նորից ինչ որ բան եմ սովորում։ Բայց հետաքրքիր է դու եկել ես այդ վերլուծություններին, չգիտեմ, տարբեր հոդվածներ այդ ստեղծագործության մասին կարդալով, թե դու տենց որոշել ես, որ զգացական է այդ զգացական է ճիշտն ասած, որովհետև մենք ընդամենը դե թատերախումբը դա Գազպրոմ դպրոցի լրացուցիչ կրթության բաղադրիչ մասն է, այսինքն երեխեք ովքեր ընդունում են դպրոց, իրենք դասերից հետո ունեն հնարավորություն զբաղվելու եւ արվեստով եւ սպորտով։ Եվ տնօրինության կողմից կար առաջարկ անել ռուսերեն լեզվով ներկայացում։ Մտածեցի ինչ կարելի անել, ինչ, եկեք ոսկե ձկնիկ։ Ես ինչն եմ շատ սիրում վերցնել հայտնի նյութը, որ հետո հանդիսատեսը չտանջվի հասկանա սյուժեն ինչ է, այլ վերցնել հայտնի նյութը եւ սկսել աշխատել այդ նյութի հետ, որ ինքը գտեսնի ինչ ենք արել, ուր ենք տարել։ Եվ նյութը մեզ լրիվ շեղեց ու տարավ շատ հետաքրքիր ուղղություններով։ Վերջում մեր պարավը ձկանը խեղդում է, ինքն է գնում։ Պապին ասում է գնա, բայց նո չէ սպասի ես կգնամ։ Իր հարցերը արդեն ինքն է ուզում լուծի։ Ու գնում սատկացնում է ձկան, այսինքն ձկան մոտ գնալուց առաջ ինքը նախ մի հատ ձուկ է ուտում։ Այդ ձկան փշերը վերցնում, ասում է ես ուզում եմ դառնալ ծովերի տիրուհի։ Այսինքն ցույց ենք տալիս, որ ինքը այդ երազանքները, որ կատարում վերցնում, այս տակը վերջի բան չի մնա։ Սպառելու ես դու քեզ էլ իրան էլ։ Իր ագահությունն է սպանում երևի, հա, ավելի շատ։ Խոսեք, ճտեր։ Ասեք։ Հաստատ պետք էր տեսնել այդ վերջի սպանության տեսարանը միանշանակ։ Այդ իրական ձկան կերպարում, կներես ասեմ, շատ խորեոգրաֆիչեսկի լուծումներ կա, որոնք ես շատ եմ սիրում։ Մենք ընկեր Արմենի հետ, որ սկսել էինք բեմադրել, ինքը սենց ընթացքում ուղակի ծնվեց, ու ընդհանուր ձուկը սենց իր այս ալիքային շարժումներով ու վերջում այդ սպանության տեսարանը ես ինքս խելագարվում եմ, չնայած որ ինձ են սպանում։ Շատ հավեսներ, իսկ թվում է այդտեղ։ Տեսեք բեմադրողից ինչքան բան է կախված։ Միանշանակ ու իրականում ես այս ներկայացման մեջ շատ եմ սիրում ոնց ենք ես ու Գրետանները սենց էներգիաները կիսում ես սպանության տեսարանը հասնում է պիկին մի քանիսն եկել ասում էին մեռան Մերջան այդ ոնց է չէ իր շնչում բան ասում եմ մեռան է Գրետան ընդհանրապես չխոսեց Գրետը ինչ արևոց է վերջացնում չեն վերջացնելու մենք խոսում ենք Գրետ հա ինչ կասեմ կերպարի մասին Ինչ կասեմ կերպարի մասին երևի որ
շատ դժվար ինձ տրվեց լիարժեք հասկանամ այդ կերպարը, որովհետև սկզբում իմ մոտ ընդհանրապես չէր ստացվում։ Ես լիարժեք չէի կարողանում այդ դերը ճիշտ ընկալել ու ինձնից շատ ուժեր պետք ներդնել այդ դերի մեջ։ Ընկեր Արմենն էլ բնականաբար ինձ շատ օգնեց, հետո ես ֆիլմեր էի նայում, փորձում էի ինքս իմ մեջ հասկանալ, ինչից կարամ կարճեմ, որ ճիշտ ստեղծեմ այդ կերպարը, բայց վերջում փորձերի ընթացքում բնականաբար շատ ինձ թվում է կարողացա լիարժեք ճիշտ ներկայացնել կերպարը։ Թատերագետն ասում է ձեր գլխավոր դերակատարը շատ կարողանում է շատ արագ կենցաղային կերպանից, վիճակներից արագ հասնել ողբերգական խենթության։ Ասում եմ, մեր մոտ տպավորություն էր, թե մի պատկերում ինքը արդեն կսկսի այդ տաշտի մեջ ձեռքերը լվալ ու Լեդի Մակբեթի մենախոսությունն ասել, որովհետև մեր պարավը սկզբից մինչև վերջ այդ տաշտի հետ տանում է։ Երբ որ ինքը գալու դառնում է իշխանուհի, ինքը այդ տաշտը գրգած հասնում է մինչև պալատ ու վերջում էլ, երբ որ իրենց ամեն ինչ տանում են, ոնց գոնե տաշտը թողեք։ Չէ խաղալու այստեղ։ Խաղացել ենք արդեն։ Մենք հիմա նոր բան ենք Ինչ է սպասվում։ Վերջ, խաղացիք, վերջացիք, Grand Prix-ն շահեցիք, հանգստացաք։ Անցնենք առաջ։ Հա։ Անցնենք առաջ։ Նամանավանդ այս երեխեքը արդեն ընդունվել են, մեկնում են Ինստիտուտ։ Լոնդոն, Իտալիա սովորելու, դերասանուհի է դառնում Լոնդոնում։ Այո։ Բրիտանիա, հենց Լոնդոն չէ։ Բրիտանիա։ Այո, Բրիտանիա, exact։ Բայց ձեզ ավելի շատ Իտալիա կսազեր։ Այդ տեղերով փոխեցիք մեզ։ Անկեղծ եմ ասում։ Մերին Իտալիայի մեկնում։ Ես Իտալիա։ Այնպես որ մենք հրաշալի սերունդ ունենք։ Ընդունվելու համար աղջիկներ։ Քննություն անգլերենի մաս։ Դե անգլերենի քննությունը, պորտֆոլիո, ամենակարևորը, պորտֆոլիո։ Պետք է Ես մասնակցել, ինչեր ես արել այդ ոլորտի հետ կապված կամ թեկուզ այդ ոլորտի հետ չկապված։ Քան տարի է որ այդ ոլորտի հետ կապված եք հիմա։ Երևի 4։ Հա, թատերախումբը գործում է 4 տարի, դպրոցը տենց մտածեց, որ այնտեղ դպրոցում ունենք նկարչական խմբակ, երաժշտարի խումբ, երգի խումբ, խեցեգործություն։ Բայց դա բավարար է, օրինակ եթե իրենք ուղղակի խմբակի մասնակիցներ են, բավարար է ընդունվելու համար։ Ընդունվելու համար։ Հա, այնտեղ ինչ որ պետքա լինելու նամակ գրել, մոտիվացիոն ու տենց դրանից են իրանք հասկանալու, էլի։ Դե հասարակ տեխնիկական հատվածն է, բայց ես մի փոքր ավելի ուրիշ գծով եմ ընդունվել։ Ինչ գիծ։ Ստեղծարար տնօրեն, այլ կերպ ասած creative director, ես այդ գծով եմ գնում, այդ ուղղությամբ, օրինակ իմ դեպքում միակ բանը, որ ինձնից պահանջվում էր, այդ ցույց տալ, որ հենց ես եմ ձեզ պետք։ Վերցրեք ինձ, որովհետև ու ցույց տալ դա ամբողջը ցանկացած ստեղծարար աշխատանքով կապ չունի, դա բեմն է, հագուստներն է, չգիտեմ ինչ որ։ Ոնց եք համոզել, ինչ եք ասել։ Ոյ, իրական ես հագուստի մոդելավորող եմ, իմ հիմնական գծով ես։ Մերին բավական լուրջ աղջիկ է։ Դրա համար եք ուղարկում դուրս։ Գնում եք ու գրում, թե հետ եք գալու։ Չէ, գնալ չի լինի։ Իմ հենց այդ էզում ասել, որ մի ամբողջ մեծ հավաքածու էի ձեռագործ ներկայացրել, որը լիովին ոգեշնչված էր մեր հայկական մշակույթից։ Գորգերի օրնամենտներ, չգիտեմ, խաչքարներից էինք վերցրել, վերականգնել մի քանի բաներ։ Իմ դեպքում դա էր, այսինքն իմ հիմնական ոգեշնչման աղբյուրը Հայաստանն է, չեմ կարող հեռու լինել այդ դեպքում, ոգեշնչումս կկտրվի։ Գնում ենք, լավ ուսումը ստանում ենք, կրթվում ենք ու գալիս ենք։ Մենք ենք հրաշալի սերունդ, ես այդ եմ ուզում ասել, որ զարմանում եմ այն մարդկանց, որ ովքեր ասում են, «Էս ինչ ջահելություն է մեծանում»։ Չէ, տեսնում եք այդ շփվում, այդ ինչ են անում, այդ ում եմ տեսնում, որտեղ ես որ շփվում եմ այս լիքը երեխեքի հետ, ես տեսնում եմ լուսավոր, ուժեղ, կրեատիվ, համարձակ սերունդ է գալիս։ Այն էլ կա իրականում։ Նայած ում ես տեսնում, ես չեմ անում ինչի միշտ լավերին եմ հանդիպում։ Այսինքն հրաշք երեխեք։ Դե այն մարդիկ ովքեր գալիս են դեպի արվեստ, այդտեղ չի կարող արդեն անհասկանալի երևույթ լինել, էլի, որովհետև դրան ընդառաջ գալիս են մենակ մի քիչ խորը մարդիկ։ Նոր ինչ գործ եք ուզում բեմադրել։ Մենք հիմա վաղը Գազպրոմ դպրոցում պրեմիերա ունենք, նվիրված մայիսի 9-ին, այո, ներկայացումը կոչվում է Արևը խավարում, մենք վերցրել ենք Եղիշե Չարենց, ամբողջները խելագարված եւ միքսել ենք պատերազմին նվիրված, հայնական պատերազմին նվիրված բանաստեղծություններին հետ միքս ենք արել, խաղում են երեխեքը հայերեն, ռուսերեն, էլի միքս տարբերակով, այսինքն պոեզիա է լինելու հիմնականում։ Ինքը կոմպոզիցիա է, կոմպոզիցիա է հավաքած, գրական երաժշտական sense կոմպոզիցիա է հավաքած, որը դրված է բավական ներվային չարենցական ֆորմայի մեջ, տենց։ Ընտիր։
Այնպես որ եթե ժամանակ ունենաք, իդեպ համեցեք։ Հետաքրքիր ներկայացում է սպասվում ամսի 8-ին ժամը 3-ին Գազպրոմ դպրոցում։ Ընտիր, Արմեն, որտեղից քեզ այդքան էներգիա, որ համ ուսանողներ ունես, համ զբաղված ես, թատրոնին նվիրյալ ես, ու իդեպ ես ասեմ, որ Արմենը եզակի դերասաններից է, որ ասպես դերասան միանգամից տենց Արմենի պատկերը գալիս է առաջդ, որովհետև ինքը շատ նվիրված մարդ է, շատ է սիրում իր գործը, շատ է հարգում իր գործը, ու շատ վտանգավոր մարդ է դառնում, որ իր գործին կպնում է կամ լուրջ չի վերաբերվում։ Գիտեն, իրենք գիտեն էդի։ Ես շատ եմ իրենց հետ կռվում դեդ հարցով։ Ոնց ես հասցնում։ Մերից շատ ճիշտ ասեց, հենց իրենք են ինձ այդ էներգիան տալիս։ Երբ որ ես տեսնում եմ երեխեքը սպասում են, իրենք ուզում են, իրենք հավատում են, ես ուղղակի sense վառվում եմ իրենցով։ Եվ ինչն եմ ես շատ սիրում, ինչի եմ ես սիրում երեխեքի հետ աշխատել, որովհետև իրենց մտածողությունն ավելի ազատ է, կարծրատիպեր չկան։ Եվ իրենց հետ կարելի է էքսպերիմենտներ անել, մինչև ուր ուզես, մինչև ինչ ուզես։ Իրանք շատ ազնվորեն են նվիրվում գործին, ու այդ բանը չկա, ես պետք է գնամ, ես գործի եմ, ես այստեղ եմ, ես այնտեղ եմ, իրանք գալիս են, ու այսինքն միասին, ես միշտ ասում եմ, եկեք զբաղվենք ապուշությամբ։ Լինենք ազատ, հա։ Ու մենք սուզվում ենք ու գնում ենք։ Գնում ենք այնքան ինչքան կհերիքի երևակայություն։ Վերջին անգամ տուն երբ ես գնաց երեխեքին, երբ ես գիշերը 12:12-ին մտա։ Բայց իրական այդ էներգիայի առումով ես ձկան խորեոգրաֆիային եթե անդրադառնամ, դե մենք չունեինք այդ կերպարը սկզբում ու երաժշտությունը միացրեց, ես ուղղակի sense սկսում եմ ինչ-որ contemporary շարժումներ անել, ոչ այդպես է կոչվում, sense ուղղակի շարժում եմ, մեկ էլ վառվեց։ Էներգիան ընկեր Արմենի, մի հատ էլ արա։ Ասում եմ, ինչ անեմ, ասում եմ, այդ շարժումները թել մի հատ էլ արա, ու տենց վառվեց ու գնաց։ Իրականում մենք սկզբում որոշել ենք, որ ձուկը չի լինելու կերպար այդպեսին, այլ ինքը կլինի շատ մեծ, sense ինչ որ հավաքած նյութերից, հա, եւ մեր նկարչության ուսուցչուհին ընկեր Ֆջյանը ֆանտաստիկ անձնավորություն պատրաստեց մեզ համար այդ ձուկը, ու ինչ էր որոշվել, որ մենք կունենանք սկզբում այդ ոսկե ձկնիկը, վերջում երբ որ պարավը կգնացով, ինքը արդեն ձգան ոսկորները կգան։ Կերած ձգան ոսկորներն են հայտնվելու, բայց հետո հասկացանք, որ տեխնիկապես շատ բարդ է այդ աշխատացնել, ու ես ասեցի՝ «Մերի, փրկի մեզ»։ Մեզ ձուկա պետք։ Հետո մենք միջոցառում ունեինք, որտեղ ես ու Մերին պար էինք բեմադրել, ընկեր Արմենը եկել էր նայել էր։ Սևակի ժամանակ մենք վերջել էինք օգնել ինձ Մարիամը։ Հա, ու հենց այդ պարի արդյունքում էլ այդ դուետը որ տեսա ես իրանց ասի, ես իսկական ձկան ու պարավի կռիվը պիտի դառնա։ Խավարի ու Լուիսի աճեց այդ աշխատանքները տեղ։ Կյանքում կռիվ չունեք, չէ։ Չէ։ Չէ, այսպես բավարար։ Ինչն եմ ես սիրում իմ խմբի, այդ բանը չկա, հա, իր այդ մրցակցությունը, բանը, ինչի օրինակ, ինչի է Գրետը գլխավոր դեր խաղում միշտ, ինչի եմ ես օրինակ երկրորդ, որովհետև բոլորը Գրետն է խաղում։ Ինքը իմ պրիմանն է։ Ինչ մեղքս թաքցնեմ, շատ է, դե ֆավորիտկայա այդ առումով, որովհետև բանը, հա, տենց հասկանում ենք իրար կես բառից։ Եվ քանի որ ես դեմ ինքդ ուղղությամբ գնալու, ես ուզում եմ այն ինչը ես Դա էլ է շատ կարևոր։ Հա, այն ինչը ես գիտեմ արագ ես երեխին փոխանցեմ, ու իրեն ասում Գրետ, եթե գնաս եւ իմ ասած այնտեղ ակտուալ եղավ, ուրեմն ես հինեմ։ Ինքս մայրանը ստուգի։ Հետևաբար, հա, ես 4 տարի Գրետը իմ մոտ գլխավոր դերը խաղացել, դե հիմա կգնա կգան նորերը։ Դպրոցի լավն է դա, հա, անընդհատ սերնդափոխություն է լինում եւ Ես հա գնում եմ ինձ հետ եք, բեմ ես հա գալիս եմ։ Չէ, հա, գործի եմ ես ունեմ, լավ բալես գնա, մերի արի։ Գնում եմ հետ եմ գալիս։ Դրանից լավ բան։ Շնորհակալություն, որ մեզ ունեիք, ձեզ շնորհավորում ենք, էլի իհարկե հպարտություն է, որ կան տենց երիտասարդներ ու մենք ամենտեղ տենց առաջատար դիրքեր ունենք միշտ։ Հաջորդ 4 տարի, ինչքան եք սովորել այնտեղ 4, 5? 3։ 3։ Ոնտե 3 տարի ժամկետներ չտամ։ Կանայ բաներ ունի, մտքեր ունի։ Շնորհակալություն ձեզ, ել երթադիտողներ մեր եթերում գովազդ։